Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը փոխանցում է Անդրանիկ Քոչարյանը կառաջադրվի փոխարենը պատգամավոր աշխատելու հավեսը կորցրել է Գագիկ Մելքոնյանը։ Ժողովուրդը գրում է. Քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Հրապարակը փոխանցում է. ԿՊՆ որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի նորից հիշելով էլ գող Պիսոել Քաչարչշուն։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ Կիրակի օրը կպականները պետք է ամբողջ կազմով լինեն Պեչմիածնում։ Հրապարակը գրում է. ՀՀ անդամ երկրների դեսպաններին Ալեն Սիմոնյանն առանձին է ընդունել Ռուբեն Ռուբինյանը առանձին։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ շրջանառվում են տեսակետներ, թե ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել տարածաշրջանային նոր լարվածության հետ։ Հրապարակը նկատում է ԿՊ-ում խորամանկությունների են դիմել ամենասկզբում իրենց պաստառների վրա մեծ տառերով նշվում էր կուսակցության անունը, հիմա մնացել է փոքրիկ ձեռքսեղմման լոգոն։ Ժողովուրդն էլ ներկայացրել է դատավոր Կարեն Ամիրյանի ունեցվածքը